Ահա զազնել երկեց մեզ համար Փարիզի մասին, կարծում եմ շատ-շատերը արդեն սկսել են մտածել, թե որտեղ են անցկացնելու իրենց ամառային արձակուրդները, որ երկիրը կամ որ քաղաքը ավելի հետաքրքիր կլինի, շատ-շատերն էլ ուղղակի երազում են, բայց գիտեն, որ հասանելի չի այնքան էլ այդ երազանքը։ Թող ձեր բոլոր երազանքները անպայման դառնան իրականություն։ Այսօր 30-ն է ապրիլն էլ է մոտենում իր ավարտին, ապրիլը, որը թեժ էր, հատկապես մեր կյանքում, իսկ ինչով է հենց ապրիլի 30-ը նշանավորվել։ Պատմության մեջ մենք կիմանանք հենց հիմա հետևելով տեսանյութին, համեցեք։ 30-ն է այսօր ապրիլի, այսօր ջազի միջազգային օրն է, Ռուսաստանում հրշեջների օրն է, Մեքսիկայում նշում են երեխայի օրը, Վիետնամում հաղթանակի օրն է, Մեծ Բրիտանիայում այսօր մեկնարկում է վիսկիի փառատոնը, 311 թվականի այսօրը Գալերին ստորագրեց հրամանագիր, թույլատրելով հռոմեական կայսրությունում քրիստոնեության ազատ դավանանքը, 482 թվականին Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում տեղի ունեցավ Ներսեհապատի ճակատամարտը, 1789 թվականին ԱՄՆ-ի առաջին նախագահ ընտրվեց Ջորջ Վաշինգտոնը, 1803 թվականի այսօրը ԱՄՆ Ֆրանսիայից 15 միլիոն դոլարով գնեց Լուիզիանա, 1854 թվականին Բրազիլիայում սկսեց աշխատել առաջին երկաթուղին, 1918 թվականի այսօրը ստեղծվեց Լենֆիլմ կինոստուդիան, 1975-ին նախկին Սայգոն ներկայիս Հոշիմին քաղաքի գրավումից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը, 1967 թվականին Մոսկվայում շահագործման հանձնվեց Օստանկինոյի հեռուստաաշտարակը, 1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունեց 822 բանաձևը, որը վերաբերվում էր Արցախյան պատերազմին, 1777 թվականի այսօրը ծնվել է Կարլ Գաուսը, գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, 1870-ին ծնվել է ավստրիացի երգահան և դիրիժոր Ֆրանց Լեհարը, վիեննական օպերետի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, 1883 թվականին ծնվել է Յարոսլավ Հաշեկը, չեխ հայտնի գրող և սատիրիկ, 1956 թվականի այսօրն է ծնվել դանիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, մոնտաժող, օպերատոր և կոմպոզիտոր Լարս ֆոն Տրիերը, 1967 թվականին ծնվել է Սթիվեն Մակինտոշը, անգլիացի դերասան, 1967 թվականի այսօրը ծնվել է Ֆիլիպ Կիրկորովը, խորհրդային ռուս էստրադային երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, 1982 թվականի ապրիլի 30-ին է ծնվել Քրիստեն Դանցը, ամերիկացի դերասանուհի, երգչուհի և մոդել, հայտնի Ջումանջի և Սարդ մարդը ֆիլմերից, 1989 թվականին ծնվել է հայ շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը։ Եվ այսպես մենք շարունակում ենք միասին անցկացնել մեր առավոտը եւ հիմա ժամանակն է ողջունելու մեր հյուրին, որը որ մեր մշտական հյուրերից է, այսինքն երբ լինում է որևիցե հաճելի առիթ, մենք իհարկե այն բաց չենք թողնում նրա հետ շփվելու։ Եվ այսպես մեր հյուրն է Վահան Արծրունին։ Այս անուն ազգանվամբ, այսպես ասած, ամեն ինչ արդեն պարզ է եւ ներկայացնելու կարիք էլ չկա։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ հերթական անգամ ձեզ տեսնել, շատ ուրախ եմ առաջին անգամ ձեզ տեսնել առանց գլխարկի եթերում։ Եվ մենք պարզեցինք, որ երբ եղանակները տաքանում են, դուք գլխարկը հանում եք փաստորեն, մենք միշտ ձմռան ենք հանդիպել։ Ես նկատել եմ, որ ձեր հետաքրքրությունների առանցքում է գտնվում իմ բերետի։ Յուրահատուկ է դա։ Ոչ մի հանդիպում չի եղել, որ գլխարկի մասին որ այսինքն բայց ես ասեմ, ինչ որ մեկին էլ տեսա վերջերս, էլի ձեր գլխարկից էր կրում ու ամեն կերպ փորձում էր նմանվել։ Մտածում էի, տեսնես ինչու ու ով է ումից սովորել այս մասը։ Չէ, դե կան, այսինքն այդ բերետը ընդհանրապես, այսինքն շատ եւ շատ արվեստագետներ են գրել, այսինքն Ռեմբրանտից սկսած եւ Վագները եւ նաեւ Վահան Արծրունին։ Եվ Նարեկը Ավետիսյանը օրինակ բերետ է գրում եւ մի շարք գրողներ, այնպես որ հա, էլ Չե Գևարայի մասին չեմ ասում։ Վերջ, ամեն ինչ պարզ է։ Իսկ հիմա գլխարկից անցում կատարենք, սահուն անցում կատարենք միջոցառումներին, որոնք եղել են եւ նաեւ սպասվում են առաջիկայում, ամենամոտ ապագայում, այսինքն այսօր են դուք։ Այսօր երեկոյան, այո։ Ինչ առիթով։ Դե հիմնական առիթը, այսինքն մենք որոշել ենք սա առիթ ստեղծել հանդիպան համար մեր ունկնդիրների հետ, որովհետև ուղիղ 15 տարի առաջ 2000 թվականին մեր խումբը հավաքվեց, այսինքն պրոգրեսիվ երաժշտության պրոյեկտը, որը կոչվում է Արծրունի, մենք հավաքվեցինք, մենք ձայնագրվեցինք, այն ժամանակ մենք չգիտեինք, որ մենք նվագում ենք պրոգրեսիվ երաժշտություն,
դա պարզվեց միայն նրանից հետո, երբ որ ձայնասկավառակը թողարկվեց Ֆրանսիայում եւ առաջին արձագանքները եղան մասնագիտական մամուլում, այսինքն այդտեղ գնահատեցին եւ նկատեցին որպես պրոգրեսիվ երաժշտության նախագիծ։ Եվ այսպես 15 տարիների ընթացքում հետաքրքիր ընթացք եղավ, այսինքն 2 ձայնասկավառակ Ֆրանսիայում, մի ձայնասկավառակ վերջերս 2007 թվականին Ռուսաստանում նոր ձայնագրվեց եւ վերջերս առիթ եղել էր ձմռանը ես այստեղ տաղավարում եմ եւ ներկայացնում եմ վերջին 4-րդ ձայնասկավառակը, որտեղ որ ներառված են նաեւ կոմպոզիցիաներ այդ խմբի կատարմամբ։ Այնպես որ այսօր առիթ է, որովհետեւ ակումբային գործունեությունից ես ոնց որ մի քիչ հետ քաշվեցի, հիմնականում կենտրոնացա համերգային կատարումների վրա, այսինքն համերգային դահլիճներում, բայց այսօր այն առիթն է, որ նորից հավաքվել ենք նոր ակումբում, ռետրո կլաբում, որը Սայաթ-Նովա փողոցի վրա է, տեխնիկային թատրոնի դիմաց, նոր ակումբ է, նոր տեղ է, չտեսնված, այսինքն պայմաններով եւ հանդիսատեսի եւ երաժիշտների համար։ Եվ այսօր մենք այդ գործը անելու ենք։ Հասկանալի է, 15 տարի, դա խմբի կյանքում համենայն դեպս կոլեկտիվի կյանքում քիչ ժամանակ չի, մի ամբողջ կյանք։ Ինչ է փոխվել 15 տարվա ընթացքում, արդյոք անձնակազմի մեջ եղել են փոփոխություններ, աշխարհայացքը, երաժշտական ուղղությունը, զարգացումները։ Չէ, հիմնականում կոնցեպտը երաժշտական, այսինքն կոնցեպտը, մոդելը երաժշտական եւ ժանրի առումով հակառակը հստակեցվել է այդ պրոգրեսիվ երաժշտության մտածելակերպը եւ սահմանումները ժանրային։ Այսինքն, եթե սկզբից մենք շոշափելով էինք այդ տարածքում գտնվում, հիմա հստակ, այսինքն համաշխարհային ընթացքն էլ իր արդյունքները բերեց այդ առումով, որովհետեւ հստակեցման ընթացք եղավ եւ այդ տիրույթը լրիվ կարծես թե բաժանվեց ռոք երաժշտության տիրույթից, այսինքն հիմա ասելով հատուկ տերմինը շրջանցում է այդ հանգամանքը, այսինքն պրոգրեսիվ երաժշտություն է տերմինը, որովհետեւ դուրս գալով այդ տիրույթից, ռոք երաժշտության տիրույթից, ինքը արդեն սահմանային նույնիսկ իրավիճակից է դուրս եկել, որովհետեւ ասելով պրոգրեսիվ երաժշտություն կարող ես պատկերացնել գրեթե ամբողջ երաժշտական ռեսուրսը, սկսած ռոք երաժշտությանը հատուկ ռեսուրսից, նվագարանների նկատի ունեմ, վերջացրած սիմֆոնիկ ժանրի, կամերային ժանրի եւ խոսքով այն տարածությունն է, որտեղ երաժիշտը կարող է ինքնադրսևորվել առավել ազատ կերպով, որտեղ որ չկա այդ կուպլետ-պրիպև հասկացությունը կոպիտ ասած, այսինքն ձևաչափը երաժշտական պիեսն է, գործիքային պիեսը հիմնականում, մեր պարագայում էլ գործիքային հիմնականում եւ այս 15 տարին տվեցին այդ զգացողությունը եւ իհարկե դուք ճիշտ եք, որ 15 տարի բավականին մեծ ժամանակահատված է, այսինքն մեր աչքի առաջ հսկայական քանակի խմբեր, որոնք սկսում են այն ժամանակ եւ այդ ժամանակից շուտ պարզապես չկարողացան դիմանալ ժամանակին։ Մեր պարագայում, այսպես ասած, սմենափոխը կատարումը միայն ֆլեյտիստի այս բանով Այսինքն ֆլեյտահարն է փոխվում։ Այսինքն ֆլեյտահարն է փոխվում մշտապես, որովհետև չգիտեմ ինչ հետ է կապված, բայց մեր ֆլեյտահարները կամ դուրս են գալիս ասպարեզից, կամ դուրս են գալիս երկրից եւ հիմա որ երրորդ ֆլեյտահարն է մեր հետ, Նելի Մանուկյանը, իսկ հիմնական, այսինքն հիմքը խմբի բաս գիտարը Արթուր Մալիտվինն է, թմկարը Լևոն Ախվերդյանը, սոլո գիտարը Վագն Ամիրխանյանը եւ ես։ Անփոփոխ ենք արդեն 15 տարի։ Այսա բավականին լուրջ է, իհարկե։ Ինչով է պայմանավորված, որովհետև արդեն հասուն մարդիկ եք, այսինքն այն եռուն երիտասարդությունը չի, որ անդադ կարողանան շեղել, մարդիկ եք, ովքեր գիտեն, որն է իրենց նպատակը եւ շարժվում են առաջ, տարիք արդյոք նման գործերում դերակատարում ունի, թե ոչ։ Գիտեք, այսինքն երբ որ այսինքն մոտենում ես այս շեմին 50, այսինքն երբ որ մտնում ես այն տիրույթը, որտեղ որ առավել հասունացած ամեն ինչ պետք է լինի, այսինքն այլևս փնտրտուքի, էքսպերիմենտի, այսպես ասած, այս ոլորտներից ոնց որ թե դուրս պետք է գաս։
Տեղի ունենում այն, ինչ իրականում, այսինքն շատ դրական է, այսինքն սկզբից հիմնականում մանավանդ Հայաստանում ռոք երաժիշտների մոտ ամեն ինչ սկսվում է հոբբիից։ Շատերի մոտ այդպես էլ մնում է հոբբի։ Մեր պարագայում մենք կարողացանք այսպես 15 տարիների ընթացքում հասունացնել ինքներս մեզ եւ քայլ անել դեպի մասնագիտական տիրույթ, այսինքն դեպի պրոֆեսիոնալ։ Շարք այստեղ լիներ հաստատ հարց կհետևեր, հիմա ես չեմ կարող խուսափել այդ հարցից, դարձնել երաժշտությունը մասնագիտություն, որը իդեպ բավականին լուրջ մասնագիտություն է, բայց հատկապես մեր երկրի պայմաններում, սոցիալ-տնտեսական պայմաններում երաժշտությունը դարձնել մասնագիտություն ամեն մեկը իզորու չէ։ Մասնագիտությամբ գումար աշխատել արդյոք հաջողվում է, թե միևնույն է կա երաժշտություն որպես հոբբի վերաբերվելու եւ ունենալու նաեւ։ Դե իհարկե, այսինքն շատ լուրջ խնդիր է սա, շատ լուրջ խնդիր է Հայաստանում, ընդհանրապես ոչ միայն ռոք երաժիշտների համար, այլ նաեւ ակադեմիական ոլորտում, ջազի ոլորտում խնդիրը կա արդեն։ Այսինքն մարդիկ զբաղվելով միայն մասնագիտությամբ չեն կարողանում պարզապես օրվա հացի խնդիրները լուծել։ Այդ խնդիրը կա իհարկե, բայց նայեք ես իմ լուծումը գտել եմ գրելով երաժշտություն կինոյի համար, գրելով երաժշտություն դուք իսկ խմբի անդամները համար։ Լևոնը Ահվեդյան թմբկահարը նաև հնչյունային ռեժիսոր է։ Նա աշխատում է Բրերի ստուդիայում, որը որ կոմպոզիտորների միության շենքում է գործում։ Վագն Ամիրխանյան, բացի նրանից, որ ինքը սոլո գիտարահար է, նաև չտեսնված 3D անիմացիայի մասնագետ է։ Այսինքն միևնույնն է, ստացվում է, որ ամբողջությամբ ամեն ինչ թողնել եւ նվիրել կյանքը։ Միակ մարդը, որ զբաղվում է ամբողջովին ամբողջ օրը երաժշտությամբ, մեր բասիստն է Արթուր Մալիթվինը, որ բացի բաս նվագելուց ուրիշ ոչ մի բան չի անում։ Դե դա, այսինքն սա ընթացքն է եւ այս առումով մենք ոչ մի բանով չենք տարբերվում մնացած մեր գոլեգաներից, այսինքն սա կյանքի օրենքն է մեր երկրում։ Սա պայմանավորված է հսկայական քանակի խնդիրն է, այսինքն երկրում, որի բնակչությունը իզորու չէ, ենթադրենք $10 ավել վճարել տոմսի համար, երաժիշտը դատապարտված է նման խնդիրների առաջ կանգնել։ Եթե պատկերացնենք, որ գործեր Հայաստանում գնային համակարգը, որը որ բնորոշ է Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, լրիվ այլ խոսակցություն կլիներ։ Բայց մենք գտնվում ենք այստեղ, հետևաբար մենք պիտի խոսենք այստեղի խնդիրների մասին։ Ասում են, երբ մարդը ուրախ է, լսում է միայն երաժշտությունը երգի, երբ մարդը տխուր է, առաջին հերթին ուշադրությունը դարձնում երգի բառերին։ Ինչ ասելիք ունի ձեր երաժշտությունը ու արդյոք այն հասնում է իր նպատակին։ Ընդհանրապես ունի նպատակ երաժշտությունը, թե այն պարզապես զվարճացնելու միջոց է ըստ ձեզ։ Դե նաև կան իհարկե տեսակներ, երաժշտական տեսակներ, որոնք որ, այսինքն ստեղծվում են հատուկ մարդուն զվարճացնելու համար։ Այսինքն այդ տեսակները, որոնք որ կարող եք լսել հիմնականում հայկական ճաշարաններում եւ հայկական հեռուստա եւ ռադիո եթերներից։ Ինչ լավ մի բառ, որով այնքան բան պարունակեց այդ նախադասությունը, հա, ճաշարաններում։ Բայց նաև կա մի այլ ոլորտ, այսինքն երաժշտի եւ ստեղծագործողի ինքնադրսևորման ոլորտ, այսինքն քո ստեղծագործական մտքի դրսևորումը, երաժշտական դրսևորումը ինչպիսին է, որովհետեւ երաժշտությունը շատ լավ միջոց է ներկայացնելու ոչ միայն սեփական գեղագիտությունը, այլ նաև սեփական աշխարհայացքները նաև։ Եվ գտնել այն մարդկանց, ովքեր այդ նույն աշխարհայացքի կրողն են, բնականաբար։ Այսինքն սա երաժշտությունը ընդհանրապես արվեստը դա կամուրջ է, այսինքն մարդիկ իրար գտնում են այդ կամուրջի վրա։ Այդ առիթով ես եւ Ժակ ունենք մեր կարգախոսը, մենք միշտ ասում ենք, ասա ինչ ես լսում, ասեմ ով ես դու։ Եթե ժամանակին ասում էին, ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու եւ այլն, ամենաճիշտ բնորոշումը մարդու տալիս է այն երաժշտությունը, որով նա իսկապես ապրում է, նա իսկապես լսում է։ Դե որովհետեւ երաժշտություն իրականում ինչ է արվեստը, ինչ է երաժշտությունը, այսինքն ներքին հոգևոր ծավալը, հոգևոր տարածքը լցնելու միջոց է դա։ Ինչ որ բովանդակությամբ, ինչ որ գեղագիտությամբ, ինչ որ էքսպրեսիայով գուցեև ինչ որ ադրենալինով նաև եւ իհարկե գիտելիքներով։ Այսինքն երբ որ
նայած ինչ նպատակ ես դնում կամ ինչի մեջ ես տեսնում քո հիմնական հետաքրքրությունը, որովհետև կան հսկայական քանակի մարդիկ, որոնք որ լսում են միայն ակադեմիական երաժշտություն եւ չեն ընկալում, չեն հանդուրժում այլ տեսակներ են ժանրերի։ Կան մարդիկ, որոնք որ ընդհանրենք ռոքից բացի կամ ջազից բացի ուրիշ ոչ մի երաժշտական տեսակներ չեն ընկալում։ Բայց նաեւ կան մի հսկայական մանավանդ երիտասարդության մեջ զանգված, որը հետաքրված է ամեն ինչով, այսինքն որը փնտրելով իր նախասիրությունը, հետաքրքրությունը լսում է ամեն ինչ։ Եվ հենց այդ զանգվածը առավել հետաքրքիր է մեզ, որովհետև հենց պրոգրեսիվ երաժշտության տիրույթը այն խաչմերուկն է, որտեղ որ տարբեր ժանրերը խաչվում են եւ մտածելակերպը եւ երաժշտական մտքի ձևավորման, այսինքն տեսակը ինքը մի քիչ այլ է, այսինքն դուք լսում եք երկար պիես, որը 7-ից 12 րոպե է, որը չեք կարող լսել որևէ հեռուստա կամ ռադիո եթերում, բացի մեր եթերից, բացի ձեր եթերից, որովհետև 3 րոպեից, այսինքն սա խնդիր է, սա լրջագույն խնդիր է իրականում, եւ ես շատ շնորհակալ եմ, որ ձեր անդրադարձը այս իրադարձություններին միշտ ակտիվ է լինում եւ միշտ ճիշտ ժամանակին։ Շնորհակալություն, ես ինչու ասացի բացի մեր եթերից, որովհետև հենց հիմա մեր եթերում հեռուստադիտողը կունենա հնարավորություն լսելու ձեզ կատարումները եւ նաեւ իր համար ընտրելու, իր համար ապացուցելու մեր այս ամբողջ նախաբանի, ճշմարտացիությունը կամ որքանով է այն համապատասխանում իր ներաշխարհին ու ընդհանրապես աշխարհայացքին։ Վահան Արծրունին է մեր եթերում, այնուհետև կվերադառնանք։ Եվ ի վերջո սա ում հայրենիքն է։ Դե այն հարցն է, որին բոլորս պատասխանեն։ Մեր։ Դե հա, այստեղ նշանակ պիտի պատասխանենք այս։ Նշանակ, այսինքն հարցներ կա եւ պատասխաններ կա երկի մեջ։ Այս երգը արդյոք երգելու եք դուք այսօր։ Մենք միշտ մեծ հաճույքով հենց այս ստեղծագործությունն ենք եթերում հնչեցնում, չգիտեմ, մեզ ավելի համապատասխանել է երաժշտությունն է դուր եկել կամ գուցե այդ հարցը սա ում հայրենիքն է։ Այստեղ բլյուզային իհարկե ֆորմատն է, այսպես ավելի ռոք երաժշտությանը բնորոշ, ակուստիկ ռոք երաժշտությանը։ Իհարկե հնչել են, այսինքն այսօր ծրագիրը երկու բաժնով է ներկայացվելու։ Առաջին բաժնում հնչել են երգեր, ավելի մոտ ժանրային առումով այս երգին, իսկ երկրորդ բաժինը, որ ավելի մեծ, ավելի ծավալուն, երկու անգամ ավելի մեծ, քան առաջինը, հնչել են բացառապես գործիքային ստեղծագործություններ, ինստրումենտալ, այսինքն բուն պրոգրեսիվ երաժշտություն է հնչել։ Վերջերս նաև, ինչպես հասկացա, Սանկտ Պետերբուրգում եք, ինչ առիթով արդյոք այնտեղ էլ ունեցաք հնարավորություն ներկայացնելու երաժշտությունը ոչ հայ ազգի, այլ նաև օտարերկրյա երաժշտասերների։ Սա իհարկե թատերային պրոյեկտ էր, որը որ կապված էր, շահկապված էր 100-ամյակի ցեղասպանության։ Սա վաղուց նախապատրաստվող նախագիծ էր, այսինքն ամառվանից սա ներկայացում էր, որը պատմում է Կոմիտասի կյանքի եւ գործունեության մասին։ Կոմիտաս Լուիս Բարեբեր, այսպես էր կոչվում, պիեսը գրել է Անուշ Ասլիբեկյանը եւ հայ-ռուսական համատեղ պրոյեկտ է։ Ընդհանրապես 2 շաբաթ առաջ, այսինքն ապրիլ 15-ին է եղել պրեմիերան Սանկտ Պետերբուրգում, ռուսական կողմը ներկայացված էր դերասանական կազմով, ռուսերեն էր ներկայացումը խաղացում։ Այսինքն այդտեղ մասնակցում են շատ պատկառելի, այսպես ժողովրդական արտիստներ եւ այլն եւ տարբեր թատրոններից, տարբեր 4 թատրոններից Սանկտ Պետերբուրգի։ Հայաստանից մեկնեցինք 3-ով, այսինքն պիեսի հեղինակը Անուշը Ասլիբեկյան, Հասմիկա Բաղդասարյան Երջին եւ ես, իսկ Պետերբուրգում նաեւ ներկայացմանը միացավ թեմական երգչախումբը։ Այսինքն եկեղեցու երգչախումբը եւ պատկերացրեք մի ներկայացում, որի ընթացքում հնչում է եւ աշխարհիկ երգը եւ ներկայացվում է հոգեվոր երաժշտությունը Կոմիտասի եւ նաեւ բանաստեղծությունը երաժշտական մեկնաբանությամբ։ Իմ ներկայացումը, այսինքն ինքը կարելի ասել, որ ժանրային առումով ավելի շատ գրական երաժշտական էսսե էր, որը նվիրված էր Կոմիտասի։ Սանկտ Պետերբուրգից վերադարձանք Հայաստան եւ այստեղ ես ստացա հրավեր մասնակցելու ապրիլի 24-ին, հենց ապրիլի 24-ին Եղեռնի հուշարձանում
կայանալիք համերգային ծրագրի մեջ, այսինքն մեծ ծավալուն համերգային ծրագիր։ Այս տարի որոշեցին ոչ թե ձայնագրություն միացնել, այլ կենթանի խմբեր են ելույթ ունենում, այսինքն եւ ժողովրդական Ջիվան Գասպարյանից սկսած հսկայական քանակի երգչախմբեր եւ նաեւ ինձ հրավիրեցին Շողակաթ երգչախմբի հետ եւ In Rock Quintet-ի հետ մենք մեր մասնակցությունը բերեցինք հենց ապրիլի 24-ին։ Իսկ այդ ներկայացումը, որը եղավ Սանկտ Պետերբուրգում, արդյոք կլինի շարունակական եւ արդյոք հայ հանդիսատես այստեղ եւս կունենա հնարավորություն։ Դերևս քննարկման մեջ է Ռուսաստանում, Ռուսաստանի քաղաքներում, որտեղ որ կան հայկական համայնքներ, այդտեղ ներկայացնելու ծրագրերը, որովհետեւ ռուսերեն է խաղացվում, իսկ Հայաստանում կարծում եմ առիթ կլինի արդեն հայկական անձնակազմով, որովհետեւ Հայաստանում ռուսերեն խաղալը այն էլ այս օրերին մի տեսակ անիմաստ է, հա, անհարիր է։ Չէ, այսինքն իմաստել չունի Կոմիտասի մասին Հայաստանում խաղալ ռուսերեն։ Այսինքն համայնքների համար շատ ավելի կարևոր է, որովհետեւ իրենց համար բացահայտումների շարք էր, պարզապես բացահայտումների շարք էր։ Եվ նաև պիտի ասեմ, որ այսօրվա համերգից հետո եւս պետք է տեղի ունենա պրեմիերա պատանի հանդիսատեսի թատրոնում, ինչ եմ նշում, որովհետեւ երաժշտական, այսինքն երաժշտությունը ես եմ գրել ներկայացման համար, նորից Անուշ Ասլիբեկյանի ներկայացումն է Մերսեդես ներկայացումը, որի գլխավոր դերակատարը Նորա Արմանին է, որը հատուկ ժամանել է Միացյալ Նահանգներից, որպեսզի այդ դերակատարությունը ունենա, բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է, բայց կարծում եմ դա այլ խոսակցություն է եւ Անուշը պիտի այստեղ լինի, կարծում եմ հեղինակները կամ բեմադրիչները կամ դերակատարները ավելի ճիշտ կասեն։ Այսինքն իմ բաժինը երաժշտական բաժինն էր, իմ մասնակցությունը այդ սահմաններով էր սահմանափակվում, ինչը որ ինձ շատ է գոհացնում, որովհետև չտեսնված թիմ է հավաքվել, ամբողջ անձնակազմը թատրոնի ներառված է ներկայացման մեջ եւ այսինքն այսօրվա համերգից հետո հաջորդի մեծ սպասումը ամսի 3-ի պրեմիերան է։ Իսկ գոհացնում է արդյոք ձեզ Անուշ, այդպես էլ չեմ կարողանում կողմնորոշել Ասլիբեկյան թե Ալիսբեկյան, Ասլիբեկյան։ Անուշ Ասլիբեկյան եւ Վահան Արծրունի տանդեմը որքանով է հեշտ եւ որքանով է դժվար այ միշտ այդ թեժ մշակութային քննարկումների մեջ գտնվել քո զուգընկերոջ հետ ու ստեղծել ինչ որ բաներ ընտանիքի սահմաններից։ Ինքը իհարկե դժվար է, այսինքն եւ իր համար է դժվար եւ ինձ համար, որովհետեւ այսինքն առավել ցայտուն օրինակը այս վերջին արտավաստ մրցանակաբաշխություններ, որ Անուշը ժյուրիի անդամներ էր, մոտավորապես 40 ներկայացում պետք է դիտեր 2 ամսվա ընթացքում, դա նշանակում է, որ երեկոները, այսինքն երեկոյան ժամերին ոչ թե 2-3 ժամ որ ներկայացումն, այլ նաև քննարկումը եւ պատկերացրեք դա ինչ փորձություններ ինձ համար, մանավանդ 2 փոքր երեխա, մանավանդ գրում եմ այս ընթացքում գրում էի երաժշտություն նաև կինոյի համար վավերագրական, նախապատրաստում էի բեմադրության համար փաթեթը երաժշտական ձևավորման, դե պատկերացնեք ինչ է կատարվում։ Ու ինձ միշտ հետաքրքրել է իհարկե սա խոսակցության թեմայից դուրս է, բայց այնուամենայնիվ արվեստի հարցում երբ չեն գալիս կոնկրետ դուք այս դեպքում որոշակի ընդհանուր հայտարարի, յուրաքանչյուրը ունի իր կարծիքը, ու այսպես թեժանում է այդ քննարկումը բանավեճի, հետո վեճի է վերածվում, արդյոք դա ազդում է անձնական հարաբերությունների վրա, մի քիչ նեղացած մնում են իրարից, թե ոչ։ Գուցե եւ կան ընտանիքներ, որտեղ որ դա այդպես էլ տեղի ունենում, մեր պարագայում քանի որ գեղագիտական պատկերացումները եւ հետաքրքրությունները արվեստի ոլորտում մոտ են, գրեթե նույնն են, մոտ են, այսինքն ես կան ոլորտներ, որոնք այդքան էլ այսինքն ինձ հոգի հարազատ չեն կամ այդքան էլ քաջատեղյակ չեն, օրինակ թատրոնը կամ կինոն որպես այդպեսին, այսինքն ես շատ բան չեմ տեսել, կան նախասիրություններ եւ այլն, բայց ասել որ մեծ գիտակ եմ, Անուշի պարագայում իր մասնագիտությունն է, թատերագիտությունը, այսինքն այդտեղ վիճելու թեմա էլ չկա, որովհետեւ հաստատ որպես մասնագետ Հա, բնականաբար որպես մասնագետ կան նրբություններ, որոնք որ, այսինքն եւ գիտելիքներ, որոնց որ պետք է, այսինքն ժամանակ նվիրես, որպեսզի դու էլ տիրապետես։
ես հա, ասածս այն է, որ իրականում ընդհանրապես արվեստի ոլորտում, եթե այդ ստեղծագործական ոգին չի առաջնորդում հարաբերությունները, ուզում է դա ընտանիք լինի կամ կոլեկտիվ լինի կամ թատրոն լինի կամ այսինքն յուրաքանչյուր ոլորտ, որտեղ որ մարդիկ իրար հետ փորձում են ստեղծել ինչ-որ մի բան։ Եթե այդ ոգին չի աշխատում, ոչ մի բան չի ստացվում։ Եթե այդ ոգին կա, ստացվում է ամեն ինչ։ Շատ լավ։ Ես ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօր երեկոյան դուք ունենալու եք ձեր հերթական հանդիպումը ձեր երկրպագուների հետ եւ այն էլ ինչպիսի առիթով։ Երաժիշտները, որոնք ստեղծում են այս երաժշտությունը 15 տարի է միասին են եւ այսօր նշում են իրենց ծննդյան տարեդարձը Retro Club-ում։ Հաճելի եւ հաջողակ երեկո եմ ձեզ մաղթում եւ նաեւ պրեմիերան, որը ակնարկեցինք, որի մասին շատ երկար չխոսեցինք, բայց դրա առիթը կունենանք, էլի շատ հեռու ապագայում չէ, այնպես որ էլի հաջողություններ, բայց մինչ այդ կարծում եմ մենք կունենանք առիթ ավելի մանրամասն հեռուստադիտողի ներկայացնել։ Շնորհակալություն։ Ցտեսություն, մեր հյուրներ Վահան Արծրունին, իսկ մենք կհանդիպենք քիչ անց։ Բարի լույս եւս մեկ անգամ, այս պահին ես միայնակ չեմ եւ ներկայացնում եմ ձեզ մեր հյուրերին, կարծում եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Նախ եւ առաջ մեր հյուրն է ապագայի կամուրջներ կրթամշակութային կենտրոնի նախագահ Քրիստինե Ոսկերչյանը։ Բարև ձեզ։ Եվ հանուն խաղաղության շատ հետաքրքիր միջոցառումներ եք կազմակերպել, մենք այդ մասին կխոսենք, բայց մինչ այդ նաև ներկայացնեմ մյուս մեր հյուրերին, Հունաստանից են եկել երիտասարդները եւ տեսնենք թե ինչ առիթով Կալիմերա, Յասու։ Եվ ինչ առիթով են այստեղ մեր երիտասարդները։ Երիտասարդները ժամանել են երկենք եւ բարենք հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոմիության Erasmus+ ծրագրի ֆինանսավորմամբ եւ նախաձեռնողներն են ապագայի կամուրջներ կրթամշակութային կենտրոնը, հզոր զգացմունքներ շվեդական բալետային խումբը, բարեկամություն պետական անսամբլի հետ համատեղ։ Ծրագիրը աջակցություն ստացավ նաեւ մշակույթի նախարարության կողմից, մեր հյուրերին Հայաստանում պատշաճ հյուրընկալություն կազմակերպելու որոշակի աջակցություն տալով մեզ։ Եվ իրենք ուրեմն ներկայացնում են Դու Եվրոպայում մեր հունական պարտնյոր կազմակերպությանը եւ կոնկրետ ստեղծագործական ակումբը, որից նրանք ընտրված են, կոչվում է Փարոս մշակութային կենտրոնը։ Ծրագիրը հետաքրքիր շատ յուրօրինակ մի խաղաղասիրական ակցիա է այն առումով, որ այստեղ մեր նպատակը ոչ թե պրոֆեսիոնալ պար կամ երգ ներկայացնել է, այլ պարզապես Եվրոպայի եւ Արևելյան գործընկերության 7 երկրներից, նաև Հայաստանը միասին լինում է 8, այդ թվում Շվեդիա, Հունաստան, Իսպանիա, Ռումանիա, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, 40 երիտասարդների Հայաստան հրավիրել ենք, որպեսզի նրանք համատեղ ապրեն, ստեղծագործեն 10 օրվա ընթացքում եւ միասին հանդես գան մեկ ընդհանուր խաղաղության նվիրված պարային մի ներկայացմամբ, որը ներկայացվելու է մայիսի 3-ին ժամը 19:00 օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգը կոչվում է բարեկամության կամուրջներ։ Լինելու են բարեկամություն պետական անսամբլը, Հայաստանի բարևեստի բարեկամություն անսամբլը, հզոր զգացմունքներ շվեդական բալետային խումբը եւ իհարկե մեր ծրագրի մասնակիցները։ Այս դեպքում Հունաստանի ներկայացուցիչները կոնկրետ մենք ունենք հույներին, որոնց դուք կարող եք ինձ թվում է հարցնել իրենց տպավորությունների մասին, բայց ունենք նաև Ուկրաինայից, Մոլդովայից եւ ամեն երկրից ներկայացել են 5 մասնակից։ Շատ լավ, հետաքրքիր է ինձ իմանալ իրենք ինչպես են պատկերացնում ինչն է իրենց բերել Հայաստան։ Just your motivation and what do you think, what was the reason that you came to Armenia, your impression, your motivation to join the project, I would say. Peace project. Our motive, first of all, is to know about the other cultures, to show our tradition, and of course to have the chance to meet other people, young people from other places, and share our experiences. The friendships are very important in our life, so maybe when we are going to be adults, we don't have that chance.
Միգուցե այլևս մենք նման հնարավորություն չունենանք, որտեղ And of course we want to say Yerevan generally your ancients շատ ուզում ենք տեսնել նաև Երևանը, ձեր հին your tradition. We know that you have a big history and դուք ունեք շատ մեծ պատմություն. It will be a big motivate for us to know about your մեծ culture. հետաքրքրություն եւ շարժարիթ էր մեզ համար այդ մասին ծանոթանալ եւ իմանալը։ Իրականում իրենց կազմակերպությունը դու Եվրոպայում նախկինում անցյալ տարի արդեն մասնակցել էին նմանատիպ մի ծրագրի, որը կոչվում էր Արվեստը խաղաղության միջոցով, եւ մասնակիցները եւ ղեկավարները այնքան էին ջերմությամբ, այսպես լցված Հայաստանի նկատմամբ, որ առաջին իսկ առիթի դեպքում նրանք մեծ սիրով ցանկություն հայտնեցին նորից գալ, թեև այս խումբը առաջին անգամ են իրենք։ Okay, maybe you'll tell your impression. Yes, we love traveling. Մենք շատ սիրում ենք ճանապարհորդել։ We want to make friends around the world to see other cultures. Սիրում ենք ձեռք բերել նորանոր ընկերներ, ծանոթանալ այլ մշակույթների հետ։ Այս հնարավորություններից օգտվեցինք։ Եկանք այստեղ know each other to ծանոթանալու, իմանալու մեկ-մեկու, տեսնելու ինչպես եք դուք do every day in your life. Ինչպես եք ապրում դուք ձեր ամենօրյա կյանքում, ինչպես եք խոսում, ինչպես եք սովորում, սովորելու որոշ հայերեն բառեր։ And do you see the difference between the living, the rest of our life and yours? Yes, it's different or similar because these two nations are very similar. Այդքան շատ չեն տարբերությունները։ In everyday life, but generally yes, we are from different cultures. We live different, but in everyday life, when we wake up, we go to work, we do the same things. We have 2 feet, 2 hands, and we are the same. Ընդհանուր առմամբ շատ ընդհանուր բաներ ունենք։ Իրականում հույները եւ առաջին անգամ եւ հիմա իրենց զգում են ինչպես տանը։ Բայց շատ հետաքրքիր է, որ ամեն դեպքում նրանք տարբերություններ տեսնում են, ասեմ ինչու օրինակ. So we have many common things, but there are still differences. Because I'll tell you why. Because last year I was in Crete Island, you know, and I didn't find any difference between these two nations. It's like they are the same, yes. And I'm at home, and people, all I know these people, and they are the same, and they look very similar to these two nations. That's why I ask. It's interesting to know the opinion of young people. Այստեղ անգլերեն խոսում ենք, նույնիսկ մոռացել եմ, որ գուցե պետք է նաև իմ ասածները թարգմանել։ Մենք խոսում ենք տարբերությունների, նմանությունների մասին, եւ ես պատմում եմ, որ անցյալ տարի երբ ես Կրետեում էի, թերևս դա միակ կետն էր աշխարհում, որտեղ բացարձակ ոչ մի տարբերություն չէի տեսնում այլ երկու ժողովուրդների մեջ, եւ արտաքինով են շատ նման, եւ բնավորությամբ, եւ վերաբերմունքով, ու կարծես դու գտնվում էիր քո տանը, ոչ մի տարբերություն չէիր կարող գտնել, բայց երիտասարդները ինչ որ տարբերություններ այնուամենայնիվ նկատում են եւ շատ հետաքրքիր է դա իմանալ։ Եթե գալուց առաջ իրենք ցանկանում էին անպայման խոսել նաև խաղաղության հետ կապված։ Իհարկե նրանք այդ նպատակով են հենց եկել։ Maybe you will tell about the peacemaking goal of the project. How important is it for all of us? You remember we were talking about that before coming, which was one of the motivations. Yes, I think that dancing with other countries make us more friendly to them, and peace is the most important thing to the world. So with traveling and knowing each other, new countries, we make it true. Իրենք միշտ այս հարցը նշում են, որ հատկապես իրենց ղեկավարի հետ երբ ես խոսում էի, այսպես բան էր ասում, սահմանները չեն կարող անջատել մարդկանց։ Այսինքն պարը, երգը, արվեստը այն միջազգային լեզուն է, որ մենք կարողանում ենք առանց լեզուներ իմանալու, այո, պետք է տեսնեք ոնց են շփվում իրար հետ։ Նույնիսկ մեր գեղարվեստական ղեկավարի հետ փորձեր են ունեցել։ I'm telling about the rehearsal process that without even knowing the language you can communicate through dance, through singing։ Հասկանում են իրենց կես բառից
հայերեն խոսում է մեր գեղարվեստական ղեկավար, իրեն կատարում են։ Երաժշտությունը այն լեզուն է, որը խոսում է ամբողջ երկրագնդը, իհարկե, եւս մեկ հարց ու ես պիտի խնդրեմ նրանց, որ խաղաղության համար այստեղ էլ պահեն։ One more question and we will ask you to dance for peace here. And you were talking about finding friends. You said you love to travel and you love to find friends. Did you find them here in Armenia? Ոսում հարցնել արդյոք նրանք գտան ընկերներ, չէ՞ որ նրանց նպատակն է ամբողջ աշխարհ պատտվել եւ ընկերներ գտնել, այստեղ գտել են ընկերների թե ոչ։ Okay, we have passed so many hours all together, all the countries together. We have so many activities and not a lot of free time. So we are all together. We are a team and we are working as a team. So it can be not making friendships. Այնքան շատ միջոցառումներ եւ գործողություններ ունենք այս ընթացքում անելու, որ ամբողջ օրը գրեթե միասին ենք, խոսում ենք, շփվում ենք, այնպես որ ընկերներ չունենալ անհնար է եւ ոչ միայն Հայաստանում իրենք նոր ընկերներ ունեցան, նաեւ տարբեր երկրներից։ Որ ներկայացուցիչները, որոնք այս պահին գտնվում են Հայաստանում, ամեն ինչ հասկանալի է։ Would you be so kind to dance for peace now? To start it now, then you will go on. Yes. Of course. Okay. So we're waiting. Խնդրենք նրանց բարել խաղաղության համար հենց այստեղ մեր դահավարը։ What dance are you going to dance? Maybe you'll give the name. Yes, the name is Zonoladikos. Zonoladikos. Zonoladikos? Zonoladikos. Does it mean anything? Does it it mean anything? No, we Just the name. Just the name, okay. and we cross our arms, so it's like zonari, like closer. yes. Ձերքերը արմունգո, ձերքերը միմյանց ամուր բռնելով Zonoladikos. Միասնություն են ուզում, խորհրդանշում է միասնություն թերևս։ Good, thank you. I'm always surprised with the quiet and the nice rhythm, the tone of your dances. Զարմանալի հանգստությամբ ռիթմի։ Ունական այդ հանգստությունը եւ բարերի մեջ էլ է դա արտահայտված։ And maybe Vasily will sing something for us. Yeah, if you want. Of course we want. Of course we want, because you have a very beautiful voice. Okay, we are going to have to sing a song that is talking about women when we have a war with Turkey and they don't want to be slaves. The women for Turkish, when they don't want to be slaves, when we had a war, they prefer to kill their own. You mean the war with Turks? Թեմայի մասին է պատմում, նա երկիրը մի երկի մասին, որը նվիրված է այն մարդկանց կոնկրետ կանանց, ինչպես հասկացա, որոնք Թուրքիայի հետ խնդիրներ ունեցած ժամանակ նույն ճակատագիր ունեն այս երկու ազգերը եւ նախընտրել են ինքնասպան լինել, քան թե դառնալ ստրուկ կամ ծառա թուրքերին եւ հենց այդ մարդկանց մասին է այս երգը։ Pulai chiamanaman
καθότανε στη σναούσα στο κάστρωμα κρίνει τσάμου καημοπόχη η καρδίτσα μου έναν μιλώ αμάν κι άλλον μιλώ αμάν βραδιάσε και που θα μείνω έναν μιλώ αμάν κι άλλο μιλώ αμάν βραδιάσε και που θα μείνω το τρίτο το μικρότερο μυριολογάει και λέει μα κρίνιτσα μου καημοπόχη η καρδίτσα μου έναν μιλώ αμάν κι άλλον μιλώ αμάν βραδιάσε και που θα μείνω έναν μιλώ αμάν κι άλλον μιλώ αμάν βραδιάσε και που θα μείνω Bravo. Շատ հուզիչ էր։ Այո, հուզիչ էր, գեղեցիկ էր։ It was very exciting for us. Երկչուհին էր գեղեցիկ, շատ A beautiful singer, a beautiful performance. Thank you very much. Եվ քանի որ մեր ժամանակը մոտենում է իր ավարտին, ես կխնդրեի միջոցառման մասին հիշեցնել, որովհետև գուցե ինչ-որ մեկը հետաքրքրվեց ու անպայման ուզում է ներկա գտնել։ Ուզում եմ հիշեցնել մայիսի 3-ին ժամը 19:00 օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրում ենք բոլորին վայելելու բարեկամության կամուրջներ համերգային ծրագիրը մասնակցությամբ Հայաստանի պարարվեստի բարեկամություն պետական անսամբլի, Շվեդիայից ժամանած հզոր զգացմունքներ պարային բալետային խմբի եւ իհարկե Պարենք հանուն խաղաղության մասնակիցներին։ Սպասում ենք ձեզ, այո, 40 մասնակիցներ։ Եվ ամեն երկրի ներկայացուցիչներ իրենց երկրի արվեստն է ներկայացնելու, իսպանական, հատկապես հույները իհարկե բավականին գեղեցիկ հագուստներով եւ գեղեցիկ ոճով ներկանալու են, օրինակ, բայց ունենք պրոֆեսիոնալ նաեւ կատարողներ, իսպանական ֆլամենկո կարող եք վայելել, ուկրաինական, մոլդովական, համեցեք սպասում ենք եւ ձեզ նույնպես սիրելի հրավիրում ենք, մենք սիրով եւ սպասում ենք։ Շնորհակալություն, ուրախ կլինեմ ներկա գտնվել, անպայման եւ կարծում եմ, որ շատ հետաքրքիր յուրօրինակ երեկո է այդ օրը մեզ սպասվում։ Այնպես որ այս հրաշալի երիտասարդները նրանք մի փոքրիկ մասնիկն են տարբեր երկրներից այստեղ արդեն հավաքվել են եւ բոլորը երգելու ու ապարելու են հանուն խաղաղության։ Իսկ ինչն է այս աշխարհին պակասում, ամենից շատ իհարկե խաղաղությունը։ Խաղաղություն ամենեցուն մենք կհանդիպենք արդեն վաղ առավոտյան, ձեզ էլ շնորհակալություն, ձեզ էլ ուրախ թեթև լավ օր եմ մաղթում, ցտեսություն։